Բարի երեկո, եթերում է երջանկության մեխանիկան։ Աշխարհում ամենամեծ երջանկությունն է, երբ կարողանում ես արարել քո հողին, կարողանում ես սնվել այդ հողից եւ իհարկե այնուհետ քաղել այն պտուղները, որը որ ցանելուց հետո պետք է աճեն։ Ես ուզում եմ սկսել այսօր Դեբյուսիի խոսքերով, որն ասում էր, եթե Կոմիտասը գրեր միայն Անտունին, այդ էլ բավական կլիներ նրան շատ մեծ խոշոր արվեստագետ համարելու համար։ Ես այսօր ուզում եմ ասել բարի երեկո իմ հյուրերին, որոնք արդեն հանրային հյուրասրահում են, բազմամարդ, բազմանդամ, գեղեցիկ մի ընտանիք եւ կարեւորը մաքուր երգ ներկայացնող։ Այդ է պատճառը, որ ես սկսեցի հենց Կոմիտասին նվիրված խոսքերով։ Այսպիսով, ձեզ եմ ներկայացնում երիտասարդ երգիչ, մարդ, որի մենահամերգը կայացավ հենց վերջերս կարելի ասել, ընդամենը օրեր առաջ, Շանթ TV, Շանթ հեռուստատեսության ժողովրդական երգիչ 1 նախագծի մասնակից, մարդ, որն ավարտել է Երևանի Պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, աշխատում է հետաքրքիր մեր ընկերություններից մեկում Orange Armenia Փակ բաժնետիրական ընկերությունում, որպես գնման պատվերի ադմինիստրատոր, բայց նրա կյանքի ամենամեծ ու սիրած ուղին երգն է։ Այսպիսով մեր այսօրվա հյուրն է Նարեկ Պողոսյանը, բարի երեկո Նարեկ։ Նարեկ կարևոր չէ, մարդ որտեղն է գրավում կամ որ նախագծի, կարևորն այն է, որ ժողովուրդն արդեն սիրում է եւ ընկալում է։ Ընդհանրապես նախագծի ընթացքում բարձ է բոլորիս մեջ կար այդ ոգին, որ ձգտենք առաջին տեղին, սակայն երբ ավարտվեց արդեն մրցույթը, հետո բարձ դարձավ, ես ինքս ինձ համար հայտնաբերեցի, որ իսկապես այնքան էլ կարևոր չէր հաղթել ես, թե երկրորդ, երրորդ, չորրորդ տեղն ես զբաղեցրել, կարևոր է, որ դու ինքդ իմանաս քո տեղը ժողովրդի սրտերում, ժողովրդի աչքին։ Դե, իսկ այս պահին ներկայացնեմ այն մարդկանց, ովքեր սնել են, կրթել են, դասյարակել են Նարեկին այնպեսին, ինչպեսին նա կա, հայրն այնտեղից գլխով է անում։ Դե, ներկայացնեմ Մարտին Պողոսյանին, Նարեկի հորը, ինժեներ հիդրոտեխնիկ, ավարտել է գյուղատնտեսական ինստիտուտը, ժամանակին դասախոսել է, ճիշտ է, կարճ ժամանակով, բայց դասախոսել է Կամոյի սովխոզ տեխնիկումում, այնուհետև աշխատել է Լիճքում որպես տնտեսագետ, զբաղվում է տնտեսությամբ 95 թվականից, մասնակցել է Արցախյան շարժմանը, այդ մասին անպայման կխոսենք, եւ իր բոլոր մասնագիտական նկրտումներով հանդերձ նա պաշտել է եւ պաշտում է երաժշտությունը, դեռ դա է պատճառը, որ Նարեկն այսպեսին է։ Բարի երեկո, Մարտին։ Բարի ձեզ։ Շատ հաճելի է։ Շնորհակալ եմ նմանապես։ Հյուրընկալվել եւ շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ եւ ընտանիքիս կողմից հյուրընկալվելու համար։ Շատ շնորհակալ եմ, ներկայացնեմ ձեր տիկնոջը, տիկին Վարդիթերը, իսկական Վարդիթերը։ Վարդիթեր Սմբատյանը մաթեմատիկայի ուսուցչուհի է, աշխատում է 21 տարի աշխատում է Լիճքի հիմնական դպրոցում եւ նաեւ դպրոցում դասյարակչական աշխատանքների կազմակերպիչ է, բայց այս ամենը հեչ 24 տարվա ամուսիններ են։ Բարի երեկո տիկին Վարդիթեր։ Բարի ձեզ։ Շատ գեղեցիկ անուն է, մենք հետո կհասկանանք, հա, ով է այդ անունով ձեզ կնքել։ Այն կողմում արդեն նստած են Նարեկի քույրերը, այս կողմում էլ քույրը եւ նաեւ տիկին Վարդիթերի եւ նրա ամուսնու երեխաները։ Այսպիսով Գեղեցկուհի Սոսեն, հայկական անունով, Սոսե Պողոսյանը սովորում է Երևանի Պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսում։ Բրավո Սոսե, աշխատում է Լիճքի միջնակարգ դպրոցում որպես գերմաներենի ուսուցչուհի։ Գերմաները։ Բրավո ձեզ։ Իմ ձախ կողմում նստած է Շուշաննան։ Նա չի սիրում, երբ իրեն ասում են Շուշաննա, սիրում երբ ասում են Շուշաննա, դա է իր անունը։ Շուշաննա Պողոսյանն ավարտել է Երևանի Պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը, զբաղված է ինքնակրթությամբ, ուսումը շարունակում է, մագիստրատուրայում պետք է շարունակի, ուստի որոշել է զբաղվել ինքնակրթությամբ, որպեսզի հետո արդեն գնա այլ ավելի բարձր ճանապարհով։ Ունի շատ հետաքրքիր հոբբի, այդ մասին կխոսենք քիչ անց։ Ողջույն Շուշաննա։ Ողջույն։ Հիմա խնդրում եմ ինձ ասեք Նարեկ, երբ ես նշեցի ձեր հոր նախասիրությունը, որ պաշտում է երաժշտությունը, ես հասկացա, որ ձեր տանն ընտանիքում կարմիր գծով գնում է այդ երաժշտասիրությունը, բայց իրականում այն մանկության տարիներին որ երգերն են եղել հիմք, որ սկսել եք սիրել երգը եւ մանավանդ ժողովրդական երգը։ Մանկության տարիներին ինձ համար հիմք են հանդիսացել երևի հենց երկած օրորոցայինները հայրիկի եւ մայրիկի։ Որն է եղել օրորոցայինը։ Իրենք թվացին ես շարժումների ժամանակ այդ երգերն են, հայրենասիրական երգեր։ Օրինակ մի երգ հիշում եք։
Հա, Որը։ հայեր միացեք, Դա եղել է նրա օրորոցը։ Հա, հենց այդպես։ Շնորհակալություն։ Ես հիշեցի Արիմ Սոխակ երգը, որն իմ մայրն էր ինձ երգում օրորոցային, որ թող որսը տարիքա ջասի մազերում։ Ինձ էլ հանին տենց երգեր։ Բայց քնից կարտանաս, ոչ թե Չէ, կտինես։ ոչ չէ երգում, ասում էր ա ց մ ի ց Այդքան ինքը 2 տարեկան։ Ինչքան մի տարեկան էր որ նոր սկսում ա խոսել, այդ ընթացքում այդ ծեվը ինքը ասում պետք է երգեք այդ երգը։ Որ ուրիշ երգ են երգում, ասում սենց էլ անում էր էլի ձերքով։ Մենակ համերը երգի տակ։ Այդ երգերը պետք է երգեք։ Շատ հետաքրքիր։ Դες ու սովորեցրել եք, արդեն մարդը պահանջում է։ Հա, պահանջում են։ Նարեկ, կա երգ, որը հենց արդեն մեծացար, ավելի հասուն տարիքի դարձար, կոնկրետ այդ երգը անընդհատ հնչում էր քո մտքում եւ կար ցանկություն մի գեղեցիկ օր իրականացնելու։ Այո։ Մեր տանը միշտ եղել են նոր մնացականի ժողովրդական երգիչ ձայներիզները, անձամբ նոր մնացական մեր տանը շատ է եղել, ինչպես պատմել են ծնողներս, երբ որ ես ծնվել եմ արդեն նա չկար։ Եվ այդ ձայներիզները լսելով այնտեղ կատարումները հիմնականում Սայաթ Նովայի, Գուսան Շերամի, Գուսան Աշոտի երգերից էին, շատ էի սիրում, մի քանի հատ երգեր կային, որ անդադ տենց թե դպրոցում, թե տանը երգում էի, նույնիսկ ուսուցիչներն էլ շատ ժամանակ խնդրում էին, եթե հնարավոր էր երգեի, ու այդպես ձևավորվեց իմ մեջ երգի հանդեպ մեծ սեր։ Հետաքրքիր է, որ դու ունես երկու տարբեր աշխատանքային ասպարեզ, մեկը բեմն է, արտիստական կյանքը, անհանգստությունները, ինչ որտեղ անհանգստացնող ճանաչումը եւ ունես պարզապես լավ գործ, որից վաստակում ես կոնկրետ գումարը եւ գոնե գիտես ամսվա վերջում հստակ այդ գումարը կնստի քո հաշվին, ինչը բադ բան չէ։ Հետաքրքիր է տարբերությունը, որ չի խանգարում քեզ արդյոք եւ քո գործընկերները որքանով են հանգստանում են։ Փաստը որ մարդը, որ հենց նոր բեմում էր հանկարծ հայտնվում է իրենց այդ նույն աստիճանին։ Որքանով հասկացել եմ իմ գործընկերների համար հաճելի է ինձ հետ աշխատել, իրենց գոլեգաների մեջ ունենալ ինչու՞ չէ նաև ժողովրդական երգիչ իրենց անձնական երգիչ եւ նրանց կողմից ես միշտ զգացել եմ այդ խրախուսանքը որ եթե ինչ որ նկարահանում եմ ունեցել կամ ձայնագրում որը պետք է հենց գործի պահին լինի ինձ օգնել է շատ շնորհակալ եմ որ թույլ են տվել այո չնայած ձգտում եմ միշտ գործից հետո այդ ամեն ինչ անել իհարկե քանի ժամ ես աշխատում Սովորական աշխատանքային գրաֆիկով 9-ից 6։ 9-ից 6։ Առավոտյան 9-ից մինչև երեկոյան ժամը 6-ը։ Իմ անիրական հնալի երազանք է սովորական աշխատանքային գրաֆիկն ինձ համար, դրա համար որ ասացիր պետք էր էլի մանրամասնել որն է դա 9-ից 6-ը։ Նարեկը որերորդն է, վերևից ներքև։ Առաջ։ Ոնց, առաջնեկն է։ Այո։ Զարմանալի առաջ միջնեկի նման է ավելի մտածողությամբ, չէ։ Սոսեն է, չէ, բայց մի տեսակ մեծավարի։ Ճնշում եք սոսե։ Արդեն չէ, թե դեռ չէ։ Ով է դասյարակել, Նարեկը ձեզ, թե դուք Նարեկին։ Չէ, Նարեկը մեզ։ Ես կասեի փոխադարձ նոր։ Նա Ավելի ճիշտ փորձում ենք օգնել իրար ամեն հարցում, Ես ու Սոսեն այո։ խորհուրդներ տալ իրար, փոխադարձ։ Շուշաննան ոնց նայում եմ առանձին իր կյանքով է ապրում։ Շատ հաճախ միշտ իրեն զգում է փոքրի դերում, ինքը մեխանիկաբար արդեն Ոչինչ չի անում, ուզում էր ասել։ Նման բան չկա, փոքրերն աշխատող են։ Շուշաննա, դուք ստենյակում եք մնում Սոսեի հետ։ Այո, Բանարեկը առանձին։ առանձին նույն ստենյակում։ Բա ձերոնք։ Նրանք գրում են հիմնականում վերջի Այսինքն դուք ապրում եք երեքով։ 5-6 տարի։ Երբ որ ես հետո արդեն աշճանաբար քույրերս հերթով դարձանք ուսանողներ, մենք ապրում ենք Երևանի տանը, մաման, պապան ապրում են գյուղում։ Բայց չկան հանգստանում երեխեքը այստեղ դուք ենտեղ։ Շատ անհանգստությունը կա։ Կա, գնալ գալը անդադ կա։ Փառք Աստծո սոտովի հեռախոսները բջջայինները վերստացվել են։ Բայց Skype-ը կա։ Էտա։ Նարեկը ամեն ինչ արդեն միջոցները ստեղծել է։ Բայց բոլոր դեպքերում կենթանի դեմքը կենթանի ասոցիացիաները կարելի ասել 2-3 օրը մեկ։ Պարոն Պողոսյան, ես հասկացա, որ հիմնական մեղավորն այնուամենայնիվ դուք եք եղել Նարեկի երգի ճանապարհն ընտրելու գործում, որն է եղել այն ուղղորդությունը, որով որ նրան տարել եք դեպի երգ։ Ճիշտ ասած Նազենի ջան, դեռ փոքր հասակից զգացում էր իր մեջ այդ երգի հանդեպ սերը,
Ես ինքս էլ մեծ պաշտամունք եմ ունեցել երկի հանդեպ։ Ասենք դպրոցական տարիքում ծավալ դեգիդեք, ասենք աշակերտ ժամանակ ամաչում են, չէ՞, գրատախտակ մեծ երկել։ Մանավանդ տղաները մեր ժամանակ այդպես էր։ Իսկ ամաչում են դասը պատմել։ Ես երգում էի եւ ասենք դպրոցի երկու հարկում էլ լսում էր այդ երգը, դասամջոցին բոլորը մոտենում են եւ այլ։ Շատ անցյալ չգնամ։ Նույն էլ ուսանող ժամանակ, ասենք ծաղկացնում էի բաժակները ընկերներիս եւ բնականաբար դծնենք ընկերներ։ Գնային ասեմ, թե ինչպես մեր տանը երկու երաժշտությունը միշտ հարգի է եղել։ Մեր տանը հյուրընկալվել են լավ նշանավոր մարդիկ, կոլեկտիվներ, իհարկե դրա հիմնական չակերտավոր ասեմ, նորայնասակայաններ, երբ համերգների են գալիս մարզում, այն ժամանակ ասենք Կրասնոսերսկի կոմերսիվան կամ Վարդենիս նախկին բացարգիչը նրանք անպայման պիտի հյուրընկալվեին մեզ մոտ եւ երկու երաժշտությունը հնչում էր։ Լավ, դուք ասում եք երկու երաժշտությունը հնչում էր, ես պատկերացրեցի ափսեների քանակը, Տիկին Վարդիթեր։ Այդ ժամանակ որ պատմում է, ես դեռ հարց չեմ եղել։ Ինչ եք բրծել, բասեք եք հարց գնացել։ Մինչև ասենք այդ դրանից հետո։ Մի րոպե, ուրեմն Տիկին Վարդիթերը ինձ եկավ էլ ընկերներ բանը թորացավ։ Դրանից հետո ասենք այդ ցավոք սրտի 84 թվականին հեռացել էր կյանքից նորամենացակայինը, բայց արդեն մենք ինքներս էին շարունակում եւ մեծ ցանկություն ունեի, որ մանավանդ նկատելով առաջին իհարկե նկատեց երեխայիս մեջ նարեկայի մեջ այդ երաժշտական ընդունակությունները քույրես, ավակ եղբայրս։ Դուք քանիսն եք։ Մենք 5 եղբայր ենք եւ 1 քույր։ Ավակ եղբայրս շատ է սիրում, ինքն ժամանակին լավ երգում էր։ Եվ ըստ պատմաստերի, ասենք հորից չեմ տեսել։ Բայց լավ էր երգում։ Չեմ հիշում, պապաս նույնպես լավ ձայն է ունեցել։ Անունին չէ։ Նորայրը եւ պապաս, Նորայր Մանասակյան եւ պապաս երկու քրոջ տղաներ են, ազգակցական կապ։ Հասկացա։ Եվ դա ինչ որ դեր է խաղացել։ Երևի թե ինչ որ հաջողությունների հասնելու կամ ինչ որ մի կետի ձգտելու համար նախադրյալներ պետք են եւ այդպեսին եղել է, ունեցել ենք։ Պարոն Պողոսյան, դուք ասացիք ավակ եղբոր մասին, դուք որերորդն եք վերևից։ Ես ամենափոքրն եմ։ Իսկ քույրը։ Քույրս ավակ եղբորս փոքր է։ Հասկացա։ Այլի ավակն է, այսինքն։ Դուք քանիսն եք 12։ Մենք 6 եղբայր եւ 1 աղջիկ, ես եմ։ Հա, բայց ված չեք ապրում, գիտեք։ Տիկին Վարդիթեր, այդքան 6։ Մաման 7-րդ Դուք փոքրն եք, 7-րդ։ Բայց ձերոնք ինչ որ սխալ են մտածել, որովհետև սովորաբար երբ տղա չեն ունենում, այդ ժամանակ են անընդհատ երեխա ունենում։ Լինում ասենք 5 աղջիկ։ Իսկ իմ դեպքը հագարակ կարելի է ընդմիջել։ Ահա։ Իմիջալս տարիների տարբերությամբ ես 7 տարի մեծ եմ Վարդերից։ Այդ հենց կապակցությամբ ձեր ասացի։ 6.5։ Ուրեմն երբ Վարդիթերը ծնվեց, ես մեջ դա հիշում եմ, էլի։ Հա։ Ամբողջ գյուղում զարմանում էին, թե Վարդերը հորանում, Մովսես ասում է զարմանալի բան։ Աղջիկ է ծնվել, բայց քեֆ անում։ 6 տարից հետո ինքն է ծնվել, 6 աղբերներից հետո։ Եվ իր հայրը դա հիշում եք։ քեֆ է սարքում գյուղում։ Ուզում հասկանալ, եթե դուք դա հիշում եք, ուրեմն դուք աշխատել եք եղել։ 6.5 տարեկանից աչք եք դրել, հա, Վարդիթերի։ Այդ շատ հետաքրքիր։ Հիմա որ անիմաստ հարց պետք է տամ, իսկ ինչպես հանդիպեցիք։ Հենց ծնվեց հանդիպեցիք բազմիցս։ Առաջի հանդիպումը ուրեմն հեռակակարգով երևի այդ ժամանակը եղել, հենց որ ծնվել է։ Հենց ես հասկացա, Վարդիթը որ լացում էր ծծակն ընկնում էր, միանգամից պարոն Պողոսյանն էր գտնում, բան շորիկները փոխում։ Նազանի ջան, ուրեմն Վարդերը միակն էր գյուղում, որ հեծանիվ էր քշում։ Դա տարօրինակ բան էր գյուղում։ Բայց ո՞տ օրիգինալ է։ Ես հիշում եմ իր մանկությունը, դրանք էլ դեր խաղացին հետագայում ընտրության հարցում։ Երբ արդեն ուսանող էր Վարդիթերը ես ավարտել էի, արդեն իմ ամուսնական տարիքներ, հələ մի բան էլ անցել էր, կարելի ասել։ Ես Հարակացարանում հանդիպեցի իր եղբայրների համաձայնությամբ իհարկե նաև 6-ն էլ ասացին, այո։ Երկուսն ուսանող այդ ժամանակ իր մեծերը, երկուսն էին մնացել, միշտ 4 ավարտել էին, բոլորն էլ բարձրագույն են ավարտել միջայլոց, ինչպես որ մենք։ Մի քիչ ոնց որ PR է անում ձեր ընտանիքին։ Իմ նպատակասլաց սիրո շնորհիվ
Կարողացան գործը գլուխ բերել։ Նպատակասլաց սիրո շնորհիվ։ Ես այսօր շատ ուրախ եմ, հրաշալի ընտանիք եմ մեր տաղավարում։ Մեկ հարց։ Քչություն չեն անում ձերոնք։ Դուք 5, դուք 6։ Այն ժամանակ ասենք նպատակ ուներ որ ունենար ֆուտբոլի թիմ տանը ամուսինս էլ միջև ամուսնանալ ասում եմ մենք պետք ունենանք 11 երեխա հա դարպասապահի հարցը միշտ դժվար է հա կար պարզապես 90-ականների այդ մի քիչ դրա համար իր հետևից էլ երեխեքս ունեցած 11-ած կունենանք էլի բայց նստած տարիները պայմանները մի քիչ լավ սկսեցիք հետո կեսից ինչ որ տեխնիկական 96 թվականին մի քիչ նեղուտ տարիներ էին չնայած դա կարելի ասել սահեցինք եւ անցանք դրա վրայով անձամբ մեր ընտանիքը շնորհիվ մեր աշխատասիրության համերաշխության որը համար էլ ես երջանիկ եմ ինձ զգում բախտավոր կարողացանք այդ տարիները անցկացնել մեր աշխատանքի շնորհիվ շատ հանգիստ բայց ընտանիքանից պահերը հետացկեցինք այդպես էլ հետացկած մնաց արդյունքում մենակ 3 ստեղծագործություն Ես կաշեդրևր նար այդ անլույս տարիներին անընդհատ մենք անդրադառնում ենք հիշում ես ինչ որ բան այդ տարի երբ ես ծնվել դու 88 թվականի ապրիլի 7 քիչ կհիշես 94-ն եմ հիշում երբ որ papan արդեն պատերազմի դաշտում էր ես հիշում եմ այդ ժամանակ շատ բաներ հիշում եմ papan պատերազմի դաշտում էր արտահայտությունը պետք է բացենք բացահայտենք քննարկենք պարոն Պողոսյան Դիտեք ինչ 90-ից մինչև 99-ը ասենք տեղահանություններ եւ այլն չեմ ուզում մանրամասներ մասնակցել եմ ընդ ասենք մեր հարևանները իրենց երկրից մեզ էին դուրս բերում մի քիչ փափուկ եմ ասում մենք էլ մի քիչ իրենց ճնշեցինք նորմալ էր որից հետո 90-ի երասխավանի մարտերին հունվարի 16-18 մասնակցել եմ նաեւ մարտակերտի Կիչան Սրխավեն գյուղերի ազատագրմանը 91-ի աշնանը եւ 94-ին Քելբաջար Օմարի Մռավի Լեռնանցքի պաշտպանության ժամանակ այդ մարտերին իմիջայլոց ծննդիցս ծննդյան օրվանից 2 օր առաջ վիրավորվել եմ մարտի 16-ին ծնվել եմ մարտի 18-ին բայց շատ փայլեցին ձեր աչքերը այդ վիրավորվելու պահը ինչ որ ռոմանտիկ հաղթական տարիներ էին արդեն մենք արդեն այսպես ասած վերջներ էլի պատերազմի դրա համար հիմա էլ որ հիշում եմ հաղթանակները դառնություններ ասենք իհարկե մարտի դաշտում լինում են գաթա չեն բաժանում ինչպես ասում են բայց ոնց որ մարտի 18-ին ծնունդի օրը մի կտոր կերել եք բերեցին ասրեցին իհարկե գյուղից տեղյակ էին իմիջիայլոց նարեկից ժամանակ 6 տարեկան էր մայրը այդպես հիվանդեր նարեկներ լավ հիվանդեր ճանապարհին էլ ելանք մարտի 18-ին ուժեղ ձյուներ եկանք ասանք ճանապարհի կես մարշրուտն ինձ չէ շարժում արդեն սառել էր էլի գազա թե ինչ սառել է իջանք հիմա հիվանդ երեխա հետ պիտի հասնենք հիվանդանոց ծննդի օր մենք այդ օրը նոր 2 օր առաջ վիրավորվել եմ մենք ծննդի նոր իմացել ենք որ նման բան արել է հետո այնպես ասեցին որ չասեցին որ վիրավորվել են գյուղում դե գիտեք մեր գյուղից 72 չէ հոգի 96 հոգի գնացել էին մեր գյուղից մի գյուղից այդքան գնացել էին այդ ժամանակ այդքան մարդ կար հա տղամարդիկ այդքան գնացել էին հետո շատ դե ուրեմն եթե լուրը լսում են ամեն մեկը մի բան ասում է այնպես են ասում ենք մեզ թվում է թե ոչ մի կենթանի մարդ չի մնացել այդ ժամանակ արդեն որ լուրը հասավ կերպով վիրավորվել է ոնց ուրախացա հա լավն էր հակառակ գրացան հա դե ինձ ներկայացնում մի այդպես գնացինք հասանք ծնունդը շնորհավորեցինք 6 տարեկանում գնացիր հասար հիվանդանոց հայրիկին տեսակցության Էտա ու երկեցիր արդեն ժամանակ։ Հայեր միացել։ Չէ, ժամանակ արդեն ուրեմն աշխատանքի ժամանակ, ասենք գյուղատնտեսական օգնում էին երեխեքը, ավակ եղբայրս կամ ինչ կողքից մի ընկեր, որ եկել է մեզ օգնում, ասում է դե լավ էլի հերիքը, ասենք շատ երկեցին, Նարեկ ջան, Նարեկը նեղվեց ու հանկարծ լացում է։ Դες մեր ինքս էլ չեմ ուզում երկել, ուղղակի գլխումս կարծես պետտում է կասետը։ Տեսել եք, ձերքվել ցույց տվեց, էլի։ Շատ հետաքրքիր է։ Աղջիկներ, տանը այդ երկից ոնց եք ազատվում, եթե պետք է լինում, թե մեծ աճիկով լսում եք անընդհատ։ Պետք չի լինում, շատ հաճելի երբ առավոտյան արթնանում ենք նրա երկի ձայնից։ Այսինքն առավոտյան արթնանում եք երկի ձայնից։ Այո, շատ Գոնե նախապես արթնանաք, սուրճը բերեք, տղան է, եղբայրն է։ Չէ, մանկուց նա շուտ է զարթնել։
Ինքան երկու քայլերի շուտ։ Սխալ է ամեն ինչ ինչ որ։ Համ առաջից է մեր տալիք, համ համեստ է։ Նարեկը շատ աշխատասեր է, երևի դա է պատճառը, որ շուտ է զարթնում, որ օրվա ընթացքում հասցնի բոլոր գործերը անել։ Շուշանա, դուք երբ եք ծնվել։ Ես 1991 թվականին եմ ծնվել։ Ինչ ընտիր տարի է ծնվել։ Ալույս տարիները լուսավորել եք, էլի։ Հոկտեմբերի 12-ին չհասավ միշտ 21։ Այդ ալույս տարիների Դե լավ, որ շուրջ 21-ը դառնի 12, այդ մտքով եք, չէ՞, այդ օրը։ Չաշարք ասել։ Շատ լավ եք հաշվարկներից հետո չմոռանանք, որ մաթեմատիկոս Չէ, իրոք, Նարեկ ապրիլի 7-ին, Սոսեն մարտի 9-ին, Շուշանոն էլ սեպտեմբերի 12-ին։ Տոնական ընտանիք։ Սոսե, Նարեկը աշխատասեր է, Նարեկն առավոտյան վաղ է արթնանում, Նարեկը հասցնում է 2 տարբեր աշխատանք, վստահ եմ երրորդն էլ կողքից ուղղակի չեն ասել։ Եվ այլն եւ այլն։ Դուք որքանով եք նրան օգնում, ասենք հագուստի ընտրության հարցում պատրաստել, անկողին ահարդարել կամ։ Նարեկը միշտ արթնանալիս, երբ հագնվում վերջանում է, պետք է անպայման տեսնենք իրեն, ուղենք շորերը, Վերջին օքեյը տակ նոր գնա։ Չնայած ինքը շատ ուշադիր է իր հանդեպ, ինքն իր հանդեպ, գրեթե թերություն չի ունենում հագնվելի ժամանակ, բայց վերջում համենայն դեպս նայում ենք ուղում Մուշտարու աչքով նայում եք, ասում եք այո թե ոչ։ Ընկերուհի ունի։ Ինքը թող պատասխանի։ Հա, բայց ոնց որ ունեք։ Այո։ Որովհետև շատ այդպես լուրջ է ամեն ինչ արդյոք։ Այո։ Շատ հաստատակամ այո ասացին, բայց նաև այնպես որ այդքանով եւ վերջ, էլ չեմ խոսում այդ թեմայով։ Մեր ասպարեզից է։ Չէ, սոցիալական ոչ։ Մյուս բնագավառից։ Այդ որն է։ Իմ Այս մասնագիտությունը շատ կարքին աղջիկ է։ տնտեսագիտ է։ Այնտեղ եք ծանոթացել։ Ոչ։ Բա որտեղ։ Ոչ։ Լավ, էդի գախնիկ։ Ոչ թակուն տեղ։ Ակումբում։ Ոչ։ Չէ, այնտեղ չէ։ Դե լավ, ես հետո կպարզեմ։ Լավ, իրենց տանը։ Հա, բա ինչ կար դրա մեջ։ Այսինքն գնացել ես հատուկ որ ծանոթանաս։ Ոչ։ Անկապ։ Պատահաբար ամեն ինչ ստացվել է։ Դե պատմի ջը։ Դե լավ, երբ եք ամուսնանում։ Մոտ ապագայում։ Այո։ Օգնում եմ էլի։ Տիկին Վարդիկը Ասել դեռ վաղ է։ ծանոթացել եք, չէ՞, Նարեկի ընկերուհու հետ։ Ծանոթ եմ, տեսել եմ, շատ լավն է, իսկական։ Վստահ եմ, որ լավն է, որովհետև լավ որդի ունեք, հաստատ Հնարավոր չէ, արժանի։ որ Նարեկը սխալ ընտրություն կատարեր եւ բնականաբար իր սրտով լինի, մեր անպայման մեր սրտով կլինի։ Իսկ դուք խիստ սկեսուր կլինեք։ Չգիտեմ, դե ապրեմ տեսնեմ։ Երեխեքս ասում են հիմա արդեն փոխվել ես, առաջվանը չես, մամա։ Էլ առաջվանը չի։ Երես, հա, շատ են դժգոհում ինձանից։ Այսինքն որ խստությունը թուլացել է, թե։ Չէ, հակառակը։ Հակառակը շատ ասել։ Ստացել եք հիմա։ Չգիտեմ, ինձ թվում է հակառակը ավելի բարի պետք է լինեմ ավելի լավ, բայց երեխեքը դժգոհում են, թե իրենց հարցրեք հլը։ Ինչից եք Շուշանա ջան դժգոհում։ Ոնց հասկացա հիմնական դժգոհողը դուք եք։ Որպես փոքր էքսպերիմենտալ բան, մաքսիմալիստ։ Առաջ շատ էր երես տալիս ավելի։ Ձեզ։ Այո։ Բա փոքր էիք, մեծացել եք։ Հիմա արդեն ավելի հասուն ձևով է մեզ վերաբերվում, որպես արդեն կայացած մեծ աղջիկների եւ եթե առաջ 1-2 թերություններ, սխալներ ներում էր, հիմա ավելի խիստ է դրանց նկատմամբ։ Ես ասեմ, իհարկե Շուշանային մոտ նստելը բավականին վտանգավոր բան է, կարող ես խորտակվել նրա աչքերում։ Խորհուրդ եմ տալիս բոլոր նրան ապագայում սիրահարվող տղամարդկանց մի քիչ հեռու նստել։ Շուշանա, ընկեր տարածքում չկա։ Այդ խստությունը դրա հետ է կապված թե։ Երևի թե Համ ուզում են առանձին ապրել, համ ուզում են խստություն չլինի։ Իսկ ինչպիսին պետք է լինի այն մարդը, տղամարդը, հա, որը կուղեկցի ձեզ ամբողջ կյանքում։ Շատ գծերով պետք է նման լինի եղբորս։ Այսինքն առավոտ շուտ արթնանա, սուրճ համար պատրաստի։ Չէ։ Ինքնուրույն հագնվի գնա չխանգարի, գա սառնարանից ինքը ճաշը հանի տակածնի ուտի, արդեն մոտավորապես պատկերը པարզ է։ Չէ, նկատի ունեմ նրա նման ուշադիր լինի, ամենակարևորը։ Հետո բարի լինի եւ լավ մարդ, այդքանը։ Շուշաննա, նրա երկի ընտրությունը, հա, որքանով եք ոգևորում, օգնում, նրա կողքին եք արդյոք եւ այն ասպարեզը, որն այսօր մեր արչեւ հառնում է, որքանով է ձեզ բավարարում, խոսքը երկի ասպարեզի մասին է։ Նարեկը ժողովրդական երգիչ է, ինչպես ասվեց, ընտանիքում դեռ մանկուց լսել ենք ժողովրդական երգեր, մեր մեջ էլ այդ սերը կա այդ երգի հանդեպ։
երբ նա այս կամ այն երգը պետք է երգի, մենք միշտ խրախուսում ենք, միշտ ոգևորում ենք նրան եւ հիմնականում մեր ճաշակները այդքան էլ տարբեր չեն։ Հիմնականում ինչ երգ որ ընտրում է, մեզ էլ է դուր գալիս։ Նարեկ, այսքան խոսում ենք երգից։ Ես գիտեմ, որ ամենադժվար բանը գրատախտակի մոտ կանգնած երգելն է, բայց պատկերացնենք, որ հիմա մի փոքրիկ երաժշտական նվեր մեզ համար։ Հաշտե։ Քանի որ կողքս մայրիկս է նստած, մայրիկի նվիրված է։ Վայ, շատ լավ է։ Տիկին Վարդիթեր, ձեզ ենք նվիրում այս երգը Նարեկի կատարմամբ։ Մայր, ինչքան որ թեքվում է մայր հողի և անցնում է իմ խենդ տարիքը դու այնքան դառնում ես սիրելի խորն եմ զգում ես քո կարիքը Ach, im Anush, im Hazor, kezem yekel, du yerkir in zoror. Dir im galchin, zerked henoria, Kogırki meç yezder yerecha der yerecha Լուրջ եմ ասում, սա մեծ թերապիա էր։ Բուժում, թերապիա, աչքերը լցվեցին, ես ուզված եմ, բայց Նարեկն այս նույն հանդարտությամբ երգում էր դեկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում նույն այս հանգստությամբ Նարեկ հետաքրքիր է որ երբեմն երբ ասում են ժողովրդական երգ մարդիկ կարծում են թե պետք է գորգորան հոխորտան անպայման պատրվելով ձայնը որ ստացվի իբրև թե լավ երգիչներ են բայց բոլոր վարպետները համաշխարհային նշում են որ ամենադժվարը երգել պիանոն դու այդ ոճը Նորայր Մնացականյանի ոճից ես վերցրել, թե ուղղակի զգացիր, որ դա հատուկ վերցրել եմ, երևի ավտոմատ փոխանցվել է, այո։ Շատ հանգիստ մեղմ, ամենաբարդ երգեցողություն, եւ վերջո Կոմիտասը երբևիցե չի գոռացել, չէ՞։ Չի աղմկել, այո, շնորհակալություն, շատ ճիշտ եք, չի աղմկել։ Սիրելի հեռուստադիտողներ, դեկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում, ավանդական ժամը 19-ին տեղի ունեցավ առաջին Անդրանիկ մենահամերգը։ Նարեկ շատ երգիչներ աշխատում են տարիներ, եւ չեն ունենում հնարավորություն ունենալու մենահամերգ։ Դու ընտրել ես մեծ համերգասրահը, գեղեցիկ իր լավ հնչյունային դասավորվածությամբ, հետաքրքիր է ովքեր օգնեցին կամ ինչպես որոշեցիր գնալ այդ ռիսկին։ Ընդհանրապես այս կարճ ժամանակահատվածում, երբ որ նախագիծը մեր ավարտվեց, արդեն մենք սկսեցինք մեր համերգային շրջագայությունները Միացյալ Նահանգներ, այո, Ռուսաստանի Դաշնություն, մեր հարևան երկիր Վրաստանում, իհարկե մեր Ջավախքի շրջանում հիմնականում, որտեղ հիմնականում բնակչությունը հայությունն է։ Եվ ջավախահայերի համար դա շատ կարևոր է, ես վստահ եմ։ Չնայած վերջերս էլ այո, նաև Բաթումիում։ Բաթումիում էլ 5-6 հազար հոգի է համայնքում։ Բավականին է։ Իսկ ո՞նց էր այդ երգի բովանդակությունը, էֆեկտը հասնում էր նրանց, թե մենակ կարոտից են այդ ցանկությունը ունենում լսելու։ Ես կասեի հավաքվել էր լուրջ մասա լուրջ հանդիսատես, որը երևի իսկապես սերը հակումը ուներ ժողովրդի հանդեպ, զգացվում էր դա իրենց վերաբերմունքից։ Նարեկ, դուք ուրախ եք, որ չունեք մասնագիտական կրթություն նկատի ունեմ հենց երևի։ Այո, երաշտական, չէ, ուրախ չեմ։ Բայց ես այնքան ուրախ եմ, որովհետև տնտեսագետի շուրթերից միշտ հնչում են շատ ավելի հետաքրքիր մտքեր, քան այլ մասնագիտության մարդկանցից։ Այսքան ժամանակ իհարկե շատ քիչ է դա ինձ խանգարել դեռ, որովհետև երաժշտական կրթություն նկատմամբ սոլֆեջոյի չեմ գնացել, երևի գյուղում դե հնարավորություններ չեն եղել այն ժամանակ, համալսարան ընդունվելիս էլ արդեն գտնում էի որ ուշ է։
Երբեք ուշ։ Բայց սովորել եմ Ջիվանու անվան աշխարհական դպրոցում Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ այդ դպրոցում սկզբնական շրջանում սովորել եմ Արուս Գուլանյանի դստեր Արմինեի մոտ, այնուհետև նախագծից հետո արդեն նույն դպրոցի ուսուցիչ Մխիթար Քեթյանի մոտ։ Ինչ է նշանակում ճունեք մասնագիտական կրթություն Նարեկ։ Դա այդքան սովորել եմ։ Ես էլ դա նկատի ունեի, բայց չէ որ մարդ նույն բարձրագույն ուսումնական հաստատության վկայական եւ ավարտել է մասնագիտությամբ տնտեսագետ, դրա համար լեցուն է ձայնը։ Տիկին Վարդիթեր մի քիչ եղվելով երկից մեկ հարց տամ, էլի քշում եք հեծանիվ։ Չէ։ Ոնց չէ։ Արդեն մեքենայի եք անցել։ Արդեն ուզում եմ մեքենա քշեմ։ Բայց արժի։ Դեռինքը չի քշում։ Էլ մի հիմա սկսի դեռինքը չի քշում։ Իհանց խստությունը Չէ, հեծանիվը մեկ անգամ եմ քշել պատահաբար, որ նոր է սկսել սովորել, եկա գյուղ դարձա, այդ ժամանակա տեսել, եկել եմ, մտել եմ մեր տնից դուրս եմ եկել, մինչև իրենց տան ճանապարհը այդքան էլ հեռու չէ։ Մեր 200-300 մետրի տարբերություն է։ ոնց 2-300։ Կես կիլոմետր տները իրարից հեռու են եղել։ Համարը հարևան է։ Հա։ Հենց այդ հեծանիվով քշել եք, բախտը բացվել է անգամ։ Հեծանիվը պետք առնել բոլորին եւ քշել մի քիչ քաղաքով մեկ։ Նար երբ ընտանիքով հավաքվում եք, ո՞րն է ձեր երեկոյան ամենասիրած զբաղմունքը, եթե հավաքվում եք։ Այո, հավաքվում ենք։ Առիթը լինում են հիմնականում վերջերս օրինակ երկրորդի նկարահանումները, հիմնականում երբ որ գալիս ենք։ Ու մեծ հաճույքով վստահ եմ, որ ընդունում են հրավերը քո ծնողները։ Այո։ Շատ հաճախ իրենք են զանգարում, հա չկա նկարահանում գանք։ Արդեն ոնց որ դարձել է ձեր հետաքրքրությունը։ Ուրախացաք երբ Երբ առաջ անգամ լսեցի, որ ասես պետք է երկերկոցին էլ մասնակցեմ, շատ ուրախացանք, ոգևորեցինք։ Շնորհակալ եմ երկերկոցի անձնակազմին, որ հրավիրեցին մասնակցելուն Նարեկին, որովհետև շանթից հետո առաջ հեռուստաընկերությունը որ Նարեկին, չէ՞, ման հրավեր ստացավ, շատ ուրախ ենք դրա համար, շատ շնորհակալ ենք։ Դե հանրայինը մնում է հանրային եւ անկախ մյուս հեռուստատեսությունների նախագծերից հանրայինը ասպարեզ է բոլորի համար։ Նա երկերկոցին երկերի տնտրությունը արդյունքն են, թե կախված է արդեն այդ օրվա թեմատիկայից։ Երկերկոցինը իհարկե թեմատիկայից է կախված, բայց տվյալ թեմայի մեջ ինչ երկ կընտրենք, հիմնականում փոխադարձ առաջարկներ են լինում։ Իսկ գնացել ես երկերկոցով շրջագայության։ Դեռ ոչ։ Դե լավ, ես քեզ մաղթում եմ մեծ լավ շրջագայություններ, բացի Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Ջավախքից, 3 անգամ եղել ես, չէ՞։ Ամերիկայում, այո, Լոս Անջելեսում ենք համերգ տվել, հիմնականում 2 դահլիճում, Լոս Անջելեսի Ալեքսում եւ Civic Auditorium համերգասրանում։ Ցանկություն չկա այնտեղ, ասենք, մնալու, ստեղծագործելու աշխատելու։ Չէ, մնալու չէ, իհարկե։ Կմնանք Հայաստանում, կստեղծագործենք այստեղ եւ կշրջագայենք բոլոր այն տեղերում, որտեղ շատ հայ կա։ Ողջ կեցես։ Սիրելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ Նարեկ Պողոսյանն էր ընտանիքով մեր տաղավարում, Տիկին Վարդիթերը, պարոն Պողոսյանը, Շուշաննան այս կողմում այնտեղ սոսեն։ Նախ ինձ ասեք, խնդրում եմ ձեր անունների ստուգաբանությունը երեխաների եւ առաջնահերթ ձեր։ Տիկին Վարդիթեր։ Իմ անունը, դե ասենք որ եղբայրներից ծնվել են, քան որ 6 տղա են եղել, մամաս ուզեցել է այնպես անուն տնի, որ 6-ին ախպերներից անել, համարյա սաղ հայկական անուններ են էլի լրիվ։ Արքայական։ Հա։ Օրինակ, Սմբատ, Աշոտ, բաղատունների անուններից են հա, Արտավազ, Սմբատ, Աշոտ։ բայց մենակ դրա համար է որդի ունել։ Գլադիատոր։ Մենակ մեկ ախպերից անուն Սպանդար, որ ասենք երևի հայկական չի։ Սպանդարյան ազգանունից է գուցե։ Երևի, հա, դա նկատի ունեցել եմ։ Դա ուզեցել եմ այնպես անուն տնեմ, որ 6-ին էլ հավասար բաշխվել է, այսպես ասած, Վարդիթեր։ Հետո լրիվ Վարդիթերթիկներ, Վարդիթեր։ Հա, այդպես էլ, այդպես է։ Այդպես են ինձ ասել։ Իսկ Սոսեինը։ Սոսեինը ես եմ անունը դրել, անկես ասեմ։ Ուրեմն մինչև Սոսեից ծնվելը երազ ինձ եկա, իրոք ես առհասարակ երազները քիչ եմ հիշում, բայց ասում եմ ինչ-որ մի ձայն, որ սոս պիտի լինի, սոս ես ասում, բայց եթե աղջիկա ծնվելու, ինչ-որ ասեց, որ աղջիկա անունը սոս կդնես, ես ասի, եթե աղջիկա սոսը տղամարդ է, բայց սոս, հետագա որ ծնվեց, զգաց, որ սոս է պիտի լինի, բնականաբար աղջիկան որպես Շուշանայի անունը Ջութակահարուհի Շուշանա Կարապետյանի միասին ենք դրել ջութակահար Շուշանայի, ավելի լավ ենք նա։ Շատ եմ սիրում ես։ Մանկուց անընդհատ ուղում եք, չէ՞, Շուշան չէ, Շուշաննա։ Ես ինձ ծնվել եմ, ինձ այդպես են անվանել եւ
սովորել եմ այդ անվանմանը եւ ուրիշները երբ Շուշան, Շուշանիկ, Շուշո առավել եւս տրակում է հենց Շուշոյին։ Այո, Շուշո։ իսկ Շուշանն դա իմ անունն է եւ այդպես էլ գեղեցիկ է երբ ինձ Իսկ կոչում են։ կրճատ մենք ասում ենք Շուշու։ Նարեկի անունը ավակ եղբայրս Վանիկ Պողոսյանը, իմ մեծ ավակ եղբայրը, մեր տան նահապետական բարքերի տիրակալը, Ինչպես որ բոլոր մեծ ընտանիքները։ Առաջ մենք բոլոր եղբայրներից խոնարհ ենք եւ դեռ բարձրացան խոսացած չկանք։ Քանի տարվա տարբերություն է։ 12 իմ եւ իր։ Ինքը 47 թիվն է, ես 59-ն է։ 12 տարվա։ Արժե խոնարհ լինել 12 տարին քիչ չէ։ Կասեք մի անգամից բարձր չէ խոսում իրար։ Պարոն Պողոսյան, եւ դա փոխանցել է նաեւ մեր բոլոր ընտանիքներին եւ եղբայրներից ընտանիքներին։ Այդ հարգանքը, այդ փոխադարձ Այնքան սուբորդինացիան հստակ դրված է։ ամեն ինչ։ Արմատներով որտեղից եք, պարոն Պողոսյան։ Արմատներով Ալաշկերտից ենք, Թոպրակ կալա Բերտա քաղաքից գյուղաքաղաքը։ Դրա համար էլ երևի դա էլ դերը խաղացել, որ ասենք շրջանում մեր акցենտը ավելի մոտիկ է գրականին, քան ասենք թող չնեղանան մեր Չէ, նեղանալի։ հարևան գյուղացիները ավելի մոտիկ գրականին։ Նարեկը հեչ բան չունի, կոնֆլիկտայնություն չունի մեջը։ Հանգիստ նստած չէ, ինչ կա բարբարը։ Գաղթել են 1828-ին Աշտան կողմերը օգոստոսի վերջ սեպտեմբերի մեջ մինչև Վրաստան հասել են, զմերել են Վրաստանում, որից հետո մեր նախնիները Ալաշկերտցիները, որից հետո երբ եկել են դեպի Մարտունու կողմերը, լիճը, գետերը, ու Ալաշկերտն էլ հայտնի էր իր գետերով, քաղցրահամ ձկներով, մնացել են հենց այդ գյուղում։ Այդ ժամանակ Եղեգնուտ է կոչվում, գյուղ էր անվանում, հետո Եղեգնուտ, նորից գյուղ, իսկ վերջերս, ասենք 60-ականներից արդեն լիճք։ Դե գյոլ, որ գիտենք, փոքր գյուղեր են գյոլը չհաշված մեր կապել, Սևանա ծով ենք մենք ասում, լիճ չենք ասում, մեր Սևանա ծովը չհաշված, նա դա բնականակա։ Մեկ Սևանածովը, մեկ էլ Դսեղի լճերը, որ ասում են լճերը։ Մեծ ջրափոսը, որ ասում են լճեր են, մի քանիսը։ Մենք այդպես ունենք Արմաղան լեռ, մեր գյուղը իրոք շատ հետաքրքիր է, ու շատ լավն է, մի կողմում Սևանա լիճն է, մյուս կողմում այդ Արմաղան լեռն է, որի գագաթում էլի կա լիճ։ Փոքրիկ ասենք այդպես ջրագոյացություն է, բայց մենք անվանում ենք լիճ։ Բայց այնտեղ լողաշարը Շատ հրաշք, շատ հրաշալի բնություն է, խորհուրդ կտայի եկեղեցին ավարտեցին, գագաթին հենց լեռան գագաթին։ Այսինքն լճի կողքին հիմա կա եկեղեցի։ Եկեղեցի, այո։ Այնքան հետաքրքիր, շատ լավն է։ Ուրեմն գնում ենք Արմաղան լեռ, գեղեցիկ է Արմաղան, գեղեցիկ կանոն։ Բայց Արմաղանն է, ասենք ավելի հետաքրքիր։ Արմաղանը, չէ։ Արմաղան։ Ճիշտ է։ Ուրեմն ինձ թվում է այդ լիճն էլ է էպոսի։ Այդ գոյացությունը։ Դե լճերը լավ ասեմ։ Դրության հրաշք է, ուղղակի կարելի համարել մեր համար աշխարհի 7 հրաշալիքներից առաջինն է մեր գյուղի համար։ Պարոն Պողոսյան, դուք իհարկե հույժ հայրենասեր եք։ Շատ եմ սիրում իմ գյուղը մանավանդ։ Մեր գյուղը շատ եմ սիրում։ Լիճքը կախարդական մի վայր է, մենք արդեն դա հասկացանք, բայց Տիկին Վարդիթեր Սմբատյանները որտեղից են ձեր։ Էլի Ալաշկերտից ենք, մենք նույն գյուղից ենք եկել, հա։ Ձեզ մոտ ամեն ինչ իրար հետ է զգացել, է։ Հա, ճակատագրական ինչ-որ Հա, լրի։ Նույն ճանապարհով եկել, հա, այդպես։ Գնում են։ Հա, նույն տեղից ենք, Արմատներով էլ Ալաշկերտից ենք եկել։ Դե մեր գյուղը այդտեղից է գաղթել, մենք էլ բնականաբար եթե գյուղացի ենք, ասենք պիտի որ այնտեղից կանա։ Դուք եկաք, հասակ ավանդույթներ, տարբեր հետաքրքիր երևույթներ, ընտանիք կազմեցիք եւ այլն։ Հիմա ցուրտ է։ Խաշի սեզոնը բացվել է։ Ինձ ասել են, որ դուք շատ համեղ խաշ եք պատրաստում։ Տանը հաճախ եք այդպես հավաքվում առավոտյան խաշ կամ հարիսա։ Մի ժամանակ շատ հաճախ էր, որ երեխեքները տուն էին, ասենք, բայց հիմա որ երեխեքը գնացել են, քիչ, առիթից առիթ, երբ որ նարեկը ասենք, պիտի իմանանք, որ այդ օրը գալիս է, ասենք, պատրաստում ենք, էլի, մի թեթև։ Նարեկն էլ որ գալիս է, հիմնականում ընկերական կոլեկտիվ հավաքվում ենք։ Հա, գնում եք գյուղ ընկերներով։ Թե երկիշներով, թե Նախագծից մնացած ընկերներ շատ ունեք Նարեկ։ Այո, հիմնականում բոլորս պահպանել ենք մեր մտերմիկ հարաբերությունները երեխաներով, մասնակիցներով։ Նարեկ մենահամերգը երբ կազմակերպում էր քո կողքին ովքեր էին եւ քո ընկերները արդյոք սրտանց ուրախացան քեզ։ Այո, մենահամերգի գաղափարը դե իհարկե միշտ եղել էր, բայց ռիսկ չէ անում ձեռնարկեի նման գործ, իմ մեծ հորեղբորս որդին Լևոնը ինքը առաջարկեց իր օգնությունը թե ֆինանսական, թե բոլոր մյուս հարցերով։ Այո,
Ինչ լավ է, շատ եղբայր ու քույր ունենալի ես, միշտ ասում եմ, պետք չի փող, պետք չի Որի համար մենք բոլորս խորին շնորհակալություն ենք հայտնում եղբորս։ Ինչպես նաև ես ունեմ ընկեր պրոդյուսեր, որը աջակցեց կազմակերպչական հարցերով արդեն, տպագրություն, գովազդ, ոչ միայն տպագրություն, բոլոր հարցերով։ Համերգասրահի ձայնային, թե նաև ինչպես նաև գովազդային հարցերով։ Լավ, Նարեկ, ես քեզ մաղթում եմ նորանոր մեծ մեծահամերգներ եւ նույն հանգստությամբ, որը որ մեր տաղավարում այսօր բարակվեցինք բոլորս ուրախ հանգստությամբ։ Շնորհակալություն, որ այսօր եկաք։ Պարոն Պողոսյան, որպես ամփոփիչ, ընտանիքի հայր, ամփոփիչ ինչ կասեք։ Բոլոր ընտանիքներին մաղթում եմ երջանկություն, բախտավորություն, քանի որ հյուրընկալվել ենք երջանկության մեխանիկա հաղորդաշարին։ Երջանկությունը ըստիս այն է, երբ մարդը նախանշած եւ վերջնական նպատակների տանող ճանապարհը ամենաճիշտ, ամենասահուն քայլերով անցնում, առանց սայթակումների, եւ բոլոր ընտանիքներին երջանկություն եմ կամենում։ Ինքս ինձ երջանիկ եմ զգում իմ գերդաստանով, առաջի հերթին, որ հայ ժողովրդի պատմական հինավուրց ժողովրդի զավակ եմ, դա ես ամեն տեղ եմ ասել եւ ցանկացած ազգի մոտ առաջի հերթին ես ինձ լավ եմ զգում, որ հայ եմ։ Խաղաղ անամպ երկինք թող լինի բոլոր ընտանիքներին, խաղաղություն մեր բազմաչարչար Հայաստանին։ Շնորհակալություն, սիրելի հեռուստադիտողներ, Նարեկ Պողոսյանն էր մեր հյուրը, Շանթ հեռուստատեսության ժողովրդական երգիչ մեկ նախագծի հաղթող, կարող ենք ասել, եզրափակիչ փուլի մասնակիցն արդեն իրենով հաղթող է, այնքան կա, որ հասնում է եզրափակիչ եւ բացի այդ իր հանդիսատեսի սրտերը գերած արդեն այսպիսով դրանով է ամրագրվում հաղթանակը։ Իսկ մենք կրկին կհանդիպենք հանրայինի եթերում եւ այնտյուր կարծիքը թե չկան հրաշալի եւ մաքուր արվեստը գնահատող մարդիկ, իհարկե թյուր է։ Փաստը մնում է փաստ, որ ստեղծագործող մարդը ստեղծագործող է եւ կերտ ամեն ինչում, անկախ իր մասնագիտական կրթությունից։ Կհանդիպենք կրկին։